Երեկվանից հանրային տիրույթում ակտիվ կերպով քննարկվում է այն հարցը, որ պետք է ներկայացվի նախագիծ, համաձայն որի մինչև նոյեմբերի 1-ը պետք է փոփոխություն կատարվի եկամուտների հայտարարագրման ընթացակարգում, ինչպես անվանում են նախագծի հեղինակները, այն պետք է պարզեցվի, իսկ իրականում հետևյալն է պրոցեսը, այսինքն այն անձինք, ովքեր պետք է ներկայացնեին եկամուտների հայտարարագիր, այլևս պարտադիր չէ, որ դրանք դա իրենք անեն անձամբ, եթե իրենք բացի իրենց աշխատավարձից ուրիշ եկամուտ չունեն։ Հարկային մարմինը դա կանի ձեր փոխարեն։ Դուք կհամարվեք հայտարարագիր ներկայացված։ Ձեր անունով կլինի այդ հայտարարագիրը առկա, բայց այնտեղ կարտացոլվի միայն աշխատավարձը։ Բոլորովին այլ հարց, եթե դուք օրինակ ունեք այլ եկամուտներ եւս, օրինակ նվիրատվություններ ունեք կամ փոխանցումներ ունեք, որոնք գերազանցում են 300,000 դրամը։ Այս դեպքում դուք պետք է մտնեք ու այդ փոփոխությունները կատարեք, հակառակ դեպքում օրենքի բացասական հետևանքները, տուգանքները եւ այլն վրա կհասնեն ձեզ համար, որովհետեւ կստացվի, որ դուք հայտարարագրում ինչ որ տվյալ չեք լրացրել, թաքցրել եք եւ այլն։ Ինչ վերաբերում է օրինակ ավանդներից ստացվող եկամուտներին, այստեղ կա հատուկ ընթացակարգ։ Հարկային մարմինը ձեզ ըստ էության ասում է հետեւյալը. եթե ինձ թույլտվություն տաս, ես ձեռք կբերեմ այդ տեղեկատվությունը եւ քո փոխարեն այն հայտարարագրում, որ դու լրացնում ես, դա եւս կներառեմ։ Եթե ոչ, ապա ինքդ մտիր եւ ավանդներից ստացված եկամուտը ներբեռնիր ըստ էության կամ ավելի ճիշտ լրացրու հայտարարագրում։ Եվ մի բան եւս, այն քեշբեքերը, որոնցով փորձում էին խթանել, թեև ոչ արդյունավետ կերպով հայտարարագիրը լրացնելու համար, այդ քեշբեքերը հասանելի կլինեն քաղաքացիներին միայն այն դեպքում, երբ իրենք ակտիվ կերպով լրացնեն եւ ոչ թե մնան հարկային մարմնի կողմից իրենց եկամուտների հայտարարագիրը լրացնելու, այսպես ասենք, ընթացակարգի հույսին։ Եթե ունեք հարցեր, ես պատրաստ եմ պատասխանել բնականաբար այդ հարցերին, եղեք տեղեկացված եւ ձեզ լավ երեկո եմ մաղթում։